Այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցման միջոցներից ամենավերջինն են փորձարկում Source տնակ զարգացման կենտրոնի սանն ու լոգոպեդը։ Սարքն ամբողջությամբ փոխարինում է խոսքին, երեխան կենտրոնացնում է հայացքը, էկրանի վրա ընտրում բառեր, նախադասություններ կամ պատկերներ, իսկ մկնիկը սեղմելու փոխարեն թարթում է աչքը։ Սարքի միջոցով երեխաները կարողանում են թե ամբողջությամբ տիրապետել համակարգչին, կառավարել աչքի օգնությամբ դա, եւ թե համապատասխան բառերի օգնությամբ կարողանան հաղորդակցվել։ Նոր գործիքը Source տնակ զարգացման կենտրոն է բերվել Viva-ի աջակցությամբ Source հիմնադրամի հետ ազդարարված գործակցության նոր փուլի շրջանակում։ Սարքի օգնությամբ հատկապես ուղեղային կաթված, ռետի համախտանիշ եւ նյարդաբանական խանգարումներ ունեցող երեխաների համար, ովքեր խոսքի եւ գրավոր հաղորդակցման սահմանափակումներ ունեն, անհնարինը դարձնում է հնարավոր։ Սկսում են ինքնուրույն հաղորդակցվել, մտքեր ու զգացմունքներ արտահայտել։ Երբ նոր տեխնոլոգիաները մարդկությանը խելացի լուծումներ են առաջարկում բարդ մարտահրավերները հաղթահարելու համար, կարևոր է օգտվել այդ հնարավորությունից, հատկապես երբ այդ ամենը վերաբերում է երեխաներին։ Ծրագրի արդյունավետ իրականացումը պահանջում է տեխնոլոգիական գործիքների եւ մասնագետների աշխատանքի ճիշտ համադրություն։ Մեր համագործակցության նոր փուլում մենք կրկին պետք է գործենք հետեւողականորեն եւ համակարգված, ցանկալի արդյունքի հասնելու համար։ Համոզված եմ, որ տեղ կա պատասխանատվություն, սեր եւ նվիրվածություն, անհնարինը դառնում է հնարավոր, հատկապես այն երեխաների համար, ովքեր դժվարանում են բանավոր եւ գրավոր հաղորդակցման մեջ։ Բարձր տեխնոլոգիաների կիրառման այս հնարավորությունը կենտրոնում կփոխի որակ, աշխատանքային նոր մասնագետների պատրաստումներ, ծնողների ներգրավում այս աշխատանքի մեջ։ Viva-ի աջակցությունը բարձր է գնահատում Հայաստան ժամանած օժանդակ տեխնոլոգիաների փորձագետ Քամիլ Մատան։ Ասում է, աշխարհում հարյուրավոր ուսանողներ այս տեխնոլոգիաները կիրառել են կրթությունը շարունակելու համար։ Նույնիսկ գրքեր են գրել։ Մենք հաղորդակցություն ենք ստեղծում ոչնչից, այնպիսի երկրներում ինչպիսին Հայաստանն է, հենվում ենք այն կազմակերպությունների վրա, որոնք գիտակցում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության արժեքը եւ դրա սոցիալական ազդեցությունը։ Այստեղ աշխատում ենք հեռահաղորդակցության խոշոր օպերատոր Viva-ի ներդրումների շնորհիվ։ Աչքերի շարժմանը հետևող սարքերը շատ կարեւոր են այն մարդկանց համար, որոնք չեն կարող խոսել, օգտվել համակարգչից կամ տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալ, ներփակված են ծնված օրվանից կամ հիվանդության պատճառով ձեռք բերված խնդիրների պատճառով։ Viva-ի աջակցությամբ թերապևտների, հատուկ մանկավարժների ու լոգոպեդների մշակած հաղորդակցության այս միջոցի օգնությամբ 150 երեխա կհաղթահարի խոսքի եւ գրավոր հաղորդակցման սահմանափակումները, կշփվի ընտանիքի, հասակակիցների, մասնագետների հետ։ Նունե Գրիգորյան, այսօր։